պաշտպանեն, մենք ավելի կդառնանք ավելի համարձակ, ավելի նաստիռնի, պես ասեմ։ Ուրեմն պաշտպանեք, ձեր ձայնը երեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա։ Ես ձեզ կուրսի եմ պահում, մի թողեք իմ վրա, այսինքն ինչ է պետք անել։ Պետք է, որ անպայման ինձ այդ կապի մեջ դուրս գաք, հանդարտ որևիցե մի ոտնձգություն մենք տեղյակ կպահենք, վայրկյանական հեռախոսները մենք հիմա այսպես 10 հոգի, 20 հոգի, 30 հոգի թող իրար այդ կապերի մեջ լինեն։ Երբ ես հանդարտ տեղյակ պահեցի, ուրեմն լցվում եք իմ կողքը ձեր ձայնը պաշտպանելու։ Ես ելել եմ ձեզ համար, ասում եմ, 65 տարեկան եմ, ինձ քաղաքական ոչ մի բան պետք չէ։ Բայց հիմա ժամ ինձ ստիպում է այս պահվածքը ոչ, ուրեմն ինչ ասեմ, հակադեմոկրատական մարդկային խոսքի դեմ պահվածքը, որ ես անպայման պետք է սրանց դեմ ավելի ուժեղ, ուրեմն գործունեություն ծավալեմ։ Խնդրում եմ իմ խոսքերը հասկանաք, օրենքի սահմաններում միանշանակ, որ եպիսկոպոսի մնացածի պես սրտից բաներով չտանիք կալանավորեք, հիմա դուք սպասում եք ու մշտականներ ձեզ կուրսի են պահում։ Այդ լրատվությանը, որ ուղարկում եք ու հարցեր է տալիս, որ հանդարտ ես կարող եմ չափից դուրս կամ ու դուք դրանով իմ վրես գործ հարուցեք, չարաչար սխալվում եք։ Ինչքան էլ համարձակ եմ, էմոցիոնալ եմ, բայց ուղեղս աշխատում է, հանգիստ եղեք, չեք կարող այդ ֆիլմերով, բաներով ինձ բանանեք։ Հիմա ես տեղեկացրեցի, քանի որ երկրում եւ ամբողջ աշխարհում կա մի մեթոդ, թողնել ազատ արտադրություն։ Եվ դա չեն թողնում, եւ դրանից հետո էլ այսպես ռեպրեսիաներ են անում։ Այսինքն ինչ է նշանակում։ Դե ուրեմն փակեք են կուսակցությունները, մի կուսակցություն բացեք կամ երկու, ու այս ամեն ինչը վերջանա, մենք գիտենանք, թե որ երկրում ենք ապրում։ Մի խոսքով պետք է ժողովուրդը ոտքի կանգնի, պետք է հասկանա այս ժողովուրդը, պետք է, ասենք, դրամներով չծախի իր ավական, ամենակարևորը դա է։ Մինչև այսօր գումարները բաժանել են, ընտրություններ են արել։ Դրսից գումարները իրենց պապաների, իրանց որ հիմա կառավարում են, դրանց գումարները իրանք են դրսից են տալիս, եկել են եւ այդ գումարներով հասկանալի ժողովրդին կաշառել են ու սաղը տեսել են բոլորը։ Հետո միանին եւ նմանատիպ ղեկավարներին պատմություն կստան եւ տեսնեն, թե Արշակ Թագավորի հայրը Տիրան Թագավորը, երբ որ կաթողիկոսին սպանեց Հուսիկին եւ Դավիթ Սուրբ եպիսկոպոսին, ուրեմն Աստծո պատիժը եկավ գլխին, երկու աչքերը կուրացավ եւ գերի գնաց Պարսկաստան։ Արշակ Թագավորն էլ նույն ոտնձգությունն արեց, եւս Արշակ Թագավորը կուրացավ եւ անհուշ բերտում մնաց։ Իսկ Արշակի տղա Պապը, դրանք երեքն էլ Պապ, հայր եւ տղա, նույնը կատարեց հայոց եկեղեցու նկատմամբ եւ սրախողող արվեց հույների կողմից եւ Դավաճանի անունը ճակատներին հայոց եկեղեցին իրենց անունը նզով կետրված Պապ Թագավորի վրա, էներգոսի չէ, բայց Պապ Թագավորի վրա միանշանակ դրված է։ Ինչի՞ եք այդպես պաշտոնի համար նզով կիտակ մտնում որ։ Ինչի՞ եք մտնում նզով կիտակ։ Ինչն է պատճառը, լավ, ուղղակի ես օրինակ հիմա ինձ բերեն աշխարհի միլիարդները, ասեն մտի անեց գիտակ, չեմ մտնի, որովհետև համ ես պետք է պատասխան տամ, համ երեխեքս, համ թոռներս։ Կսեմ մեղք մի գործեք, որովհետև մեղք են ձեր երեխաները։ Մեղք մի